Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ։ Ողջունում եմ ձեզ բոլորիդ։ Այսօր ապրիլի 11-ն է։ Մենք շարունակում ենք մեր աշխատանքը, այսօր շատ ու շատ կարևոր բաների մասին մենք պետք է խոսենք։ Վատիկանում անցեկացվում կոնֆերանս Քրիստոնեությունը Ադրբեջանում։ Ու աղազանգում են հայտնի գիտնականները, որ հայերի մասին ընդհանրապես ոչ մի բան չի խոսվում։ Ինչ պետք է արվի այս ձևի իրավիճակում։ Ադրբեջանը ամեն ինչ անում է, որ ընդհանրապես հետ կա հայերի Ադրբեջանում, ոչ միայն Լեռնային Ղարաբաղում ընդհանրապես մոռացվի։ Ոնց պետք է մենք պատասխանենք, ինչ պետք է անենք։ Թրամփ նախագահան Միացյալ Նահանգների գրեց նամակ Իլհամ Ալիևին։ Դրա մասին էլ կխոսենք, այդ նամակում կար մի նախադասություն, որի մասին ընդհանրապես չի խոսվում մեր մամուլում, ուզում եմ դրա մասին ձեզ հետ կիսվել։ Պարզ է, անպայման ես կխոսեմ, ոնց կամ պետությունները, կամ կազմակերպությունները այս ծանր վիճակից դուրս են գալիս, երբ որ Տրամփը սկսեց առևտրի ոլորտում պատերազմ շատ ու շատ երկրների դեմ։ Այսօր մի քանի խոսք ես կասեմ այս Անտալիա ֆորումի մասին։ Անտալիա ֆորումը ամեն տարի անցկացվում է Թուրքիայում, Անտալիայում, մեծագույն, խոշորագույն ֆորում է դիվանագիտական միջազգային, Հայաստանը մասնակցում է արտգործնախարարի մակարդակով։ Այսօր ես ձեզ հետ ուզում եմ կիսվել այն տվյալներով, որը հրապարակված է պաշտոնական զոհերի մասին մեր բանակում, ոչ մարտական զոհերի մասին է խոսքը, զոհերի մասին, որոնք մենք տալիս ենք մեր ճանապարհներում խաղաղ ժամանակ ավտովթարների պատճառով, լուրջ մարտահրավեր է հայ ժողովրդի համար, ոնց է լուծվում, ուզում է լուծել դա իշխանությունը, ոնց է լուծում իշխանությունը։ Ուրեմն քննարկելու հարցեր շատ կարևոր մենք ունենք, Ալիևի խորամանկ քայլերը վերջի ժամանակվա մենք անընդհատ դրա մասին խոսում ենք, բայց նորություններ ամեն ժամ, ամեն օր գալիս են։ Ես պետք է ասեմ, որ շատ եմ խնդրում ձեզ, բաժանորդագրվեք, կիսվեք, լայքեք։ Ես դες ասեցի մեկ խնդրի մասին, որը սրվեց վերջի ժամանակներս, երբ որ ոչ միայն Հայաստանի Հանրապետության դեմ գնում է ինֆորմացիոն պատերազմ, հիբրիդային ինֆորմացիոն պատերազմ, նաև մեր դեմ հայտնի փորձագետների, երբ որ դրսից մեր YouTube-յան ալիքները, Facebook-յան էջերը հարցակվանը ենթարկվում են, դա կոչվում է կիբեր հարցակումներ, ավտոմատ սիստեմը պաշտպանելով մեզ, նույն YouTube-յան ալգորիթմը պաշտպանելու համար մեզ դանդաղեցնում է աշխատանքը։ Ու հասնում են այդ հայ ժողովրդի թշնամիները դրսից։ Դա գալիս է Ադրբեջանից, Ռուսաստանից, հիմա այդքան կարևոր չի։ Դրսից հարցակվելով հասնում են իրենց ուզածին, քանի որ դանդաղեցվում է տարածումը մեր ինֆորմացիայի շատ կարևոր անչափ եւ սփյուռքայության համար, եւ արցախայության համար, եւ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիների համար, քանի որ մենք տարածում ենք օբյեկտիվ ստուգված ինֆորմացիա։ Մենք չենք տարածում խուճապ։ Մենք ներկայացնում ենք ինչ է արվում, ինչ պետք է արվի, ինչ թերություններով է արվում, ինչ նորմալ է արվում։ Միշտեր մեր թշնամիներին, ովքեր դրսից ուզում են հարձակվել Հայաստանի վրա, ինչ է պետք, որ ներսում Հայաստանը պառակտվի։ Ու դա է պատճառը, որ ես խնդրում եմ ակտիվ տարածեք ինֆորմացիան։ Այս երևույթների պատասխանը հասարակ պետք է լինել։ Դուք պետք է ակտիվ տարածեք մեր նյութերը, մեր ձեզ հետ համագործակցությունը։ Այսօր նորից իմ ելույթի ժամանակ եւ
ես ձեր հարցերին կպատասխանեն, որոնք ապացուցում են ինչ բարձր ինտելեկտուալ պոտենցիալ ունի Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցները։ Ուրեմն այս հարթակը համագործակցության այո թշնամիների համար վտանգ է։ Սկսում ենք այսօրվա մեր աշխատանքը։ Դերդերյան Մարկ։ Մարկը ինչ է ասում։ Պարոն Գրիգորյան, դու գիտեք դրա մասին, որ Վատիկանում անցնում է կոնֆերանս ու խայտարակություն է այնտեղ։ Մի խոսք չկա քրիստոնյա հայերի մասին Ադրբեջանում։ Կոնֆերանսը Վատիկանում նվիրված հենց քրիստոնյաների ապրող Ադրբեջանում։ Պատմությունը, ժառանգությունը եւ այլ։ Ես այո ուշադրություն դարձրեցի, բայց Դերդերյան Մարկին պետք է ասեմ շատ շնորհակալ եմ իրան, որ ուշադրությունը ել ավելի սևերեց այդ շատ կարևոր հարցին։ Իմ կոչը կառավարության չի կարելի կուլ տալ այս ձևի հակահայկական քայլեր։ Ադրբեջանում ապրել են կես միլիոն հայ, այդ իմ ասածը չի։ Խնդրում եմ էլի, այն բաները, որ կան ու հեշտ է գտնել, մտնում եք Google, մտնում եք Facebook-ներ, գտնել օրինակ մարտահավարի տվյալները սովետական միության ժամանակվա օրինակ 1979 թվի մարտահամարում ֆիքսված է գրեթե կես միլիոն հայ Ադրբեջանում։ Այդ սովետական միության ժամանակվա տվյալներն են։ Այդ կոնֆլիկտից հետո չեն, որ դուք ասեք աղավաղում է Ադրբեջանը, ստում է, կամ մենք ճիշտ չենք տալիս ինֆորմացիան։ Մոտ կես միլիոն հայ, ես նույնիսկ թիվը հիշում եմ, 485 հազար հայ։ Էդ էլ սովետական միության ժամանակ, հիշում եք, ազգային այս հանրապետություններում սիրում էին մի քիչ քչացնել ազգերի փոքրամասնությունների ներկայացությունը, բայց 485 հազար հայ։ Ու այս կոնֆերանսում Վատիկանում մի խոսք չկա։ Նաև Վատիկանի ներկայացուցիչները մասնակցում են։ Բաքվի կենտրոնում այդ հայտնի հրապարակը, որ կոչվում է Տարգովայե պլոշյաց, այդ հայտնի հրապարակի կենտրոնում գտնվում է հայկական եկեղեցին, որը կառուցվել է 19-րդ դարում։ Ու մի խոսք չի գնում կոնֆերանսում Վատիկանում, որի անունը քրիստոնեությունը Ադրբեջանում պատմությունը, այսօրվա ռեալությունները։ Ուստեղ ունենք անելիք։ Դա Բաքվում անցկացված սուտ ֆեյք կոնֆերանս չի, դա Վատիկանն է։ Մենք ունենք դեսպան Վատիկանում։ Ինքը պետք է պահանջի, որ մեր գիտնականները իրավունք ունենան ելույթ ունենալ։ Ինքը պետք է պահանջի, որ իրան խոսքը տան։ Չպայքարել դա հանցագործություն է։ Վերջի ժամանակներս իշխանությունները հասկացան, որ պետք է արձագանքել առանձին դեպքերում այդ ստերի Ադրբեջանի։ Ես միշտ ասում եմ, խաղաղության օրակարգը կաշխատի մենակ մի դեպքում, եթե տեղը դնես Ադրբեջանին, եթե թույլ ես տալիս, որ ստեր տարածի, ինքը ոգևորվում է, իրան պետք չի ստորագրել խաղաղության պայմանագիրը, եթե արգելքներ չկան, ֆեյքերը ազատ տարածում է, ոչնչացնում է մեր ժառանգությունը, նաև այդ թվում Լեռնային Ղարաբաղում։ Ուրեմն դու պետք է պատասխանես։ Հիմա մեր արտգործնախարարությունը հայտարարությունով հանդես եկավ։ Մարդիկ, ովքեր Ղարաբաղյան շարժման ակտիվ մասնակից էին, մարդիկ, ովքեր մեծ դեմոկրատական շարժման, ժողովրդավարական շարժման 90-ական թվերի ակտիվ մասնակից էին, պետք է հիշեն, որ 1988 թվի Ղարաբաղյան շարժման սկզբում, երբ որ Լեռնային Ղարաբաղի հայերը բարձրացրեցին իրենց իրավունքների հարցը, Ադրբեջանը պատասխանեց կոտորածներով։ Փետրվարից 1988 թվից սկսվեցին ջարդեր հայերի Սումգայիթում, հետո 90 թվին Բաքվում, առանքում Կիրավաբադում, այսօր դա Գյանջան է, ու ամբողջ Ադրբեջանով։ Ավելի դաժան վերաբերմունք ցուցաբերվեց
հայերի նկատմամբ Լեռնային Ղարաբաղում։ Դուք գիտեք, Մարագա գյուղը Լեռնային Ղարաբաղի մեծ գյուղ էր, 5000 մարդ այնտեղ ապրում էր, կոտորած այնտեղ դաժան էր։ 50 հոգու սպանեցին դաժանաբար մեծ մասը կանանց, հետո այնտեղ պատանդ գերի վերցրած մարդիկ կան, ում մասին այսօր էլ մենք չունենք օբյեկտիվ ինֆորմացիա։ Ու շատ լավ է, որ մեր արտգործնախարարությունը արեց հայտարարություն, քանի որ դա եղել է հենց ապրիլին, հենց այս օրերին 1992 թվին Մարագայի ողբերգություն։ Նաև մեր արտգործնախարարության հայտարարության մեջ ասված է Սումգայիթի մասին, Կիրովաբադի, Բաքվի ջարդերի մասին։ Այո, պարտավոր ես դա ասել։ Այո, ես էլ ուզում եմ, որ լինի խաղաղություն։ Ես էլ ուզում եմ, չեմ ուզում անընդհատ հիշել այդ ծանր պահերը։ Այդ դաժան պատասխանը մեզ Հայաստանից Լեռնային Ղարաբաղի հայերին, մինչդեռ Լեռնային Ղարաբաղի հայերը օրինական բարձրացրեցին հարցեր։ Ես էլ ուզում եմ մեկ-մեկ մոռանալ, բայց Ալիևը իր քաղաքականությամբ չի տալիս մոռացության տալ այդ հարցերը։ Ինքը ուզում է ֆեյքեր տարածել, ինքը ուզում է ջնջել այդ պատմությունը, ինձ իր հանցագործությունների պատմությունը, նաև իր հոր հանցագործությունների պատմությունը։ Ինքը ուզում է ջնջել։ Ու դու պետք է անընդհատ հիշեցնես, դա կբացի ճանապարհը, որ Ալիևը ի վերջո կստորագրի խաղաղության պայմանագիր։ Բայց եթե դու գլուխը կախ այս սադրանքները կուլ տաս, լուրջ հետևանքներ դա կունենա հայ ժողովրդի համար։ Վատիկանում մեծ սադրանք է կատարվում ամբողջ հայ ժողովրդի դեմ ուղղված, քրիստոնեության դեմ ուղղված, քրիստոնեության պատմության դեմ ուղղված։ Ինչի ենք մենք այդ դեպքում պահում դեսպան Վատիկանում։ Ինչի ենք մենք այդ մեծ աշխատանքը փորձում անել ու այդ ինստիտուտները պահում ենք, նաև այդ թվում պատմության ինստիտուտը, նաև այդ թվում համասարանները, որտեղ կան պատմության բաժիններ։ Հենց այս երևույթի հետ դեմ կապված պետք է աշխատանք կատարվի։ Մյուսը ես օրինակ նոր բերեցի, որ մեր արտգործնախարարությունը քննադատեց Մարաղայի ջարդերը, Սումգայիթի, Կիրովաբադի ողջունում եմ, բայց ուզում եմ ասել, այդ ավելի թափով պետք է արվի այդ աշխատանքը, նաև առաջի դեմքերը դրա մասին պետք է ասեն Հայաստանի։ Մյուսը դու գիտեք ԵԽԽՎ-ում մեր պատվիրակությունը վերջի ժամանակներս ակտիվ է աշխատում ու հիմա իրոք ակտիվ մեր պատվիրակները ելույթներով հանդես են գալիս ԵԽԽՎ-ի նիստերում ու պահանջում են, որ ԵԽԽՎ-ն Եվրոխորհրդի խորհրդարանական վերջժողովը արձագանքի նրան, որ եվրոպական մարդու իրավունքների դատարանների որոշումները չեն հարգվում ու չեն կատարվում Ադրբեջանի կողմից։ Նայեք Ադրբեջանը ոնց է օգտագործում ցանկացած պահ մեծ ծանր վիճակի մեջ դնել։ Դուք գիտեք, որ Ադրբեջանը արձագանքեց այն փաստին, որ մեր պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հայտարարեց պահեստա զորայինների վարժական հավաքները անցկացնելու հետ կապված։ Դες մենք բարբերաբար պահեստա զորայինների համար անցկացնում ենք զորավարժություններ։ Այդ մեծ գաղտնիք չի, դա անում են բոլոր առանց բացառության պետությունները։ Խաղաղասեր, կիսախաղաղասեր, ագրեսիվ, բոլորը դա անում են։ Ադրբեջանը այդ հարցի հետ կապված հայտարարություններով հանդես եկավ, նաև իրենց արտգործնախարարությունը, որ դա ցույց է տալիս, որ Հայաստանը ուզում է պատերազմել Ադրբեջանի դեմ։ Անհեթեթություն։ Ադրբեջանում ամեն օր, չմտածեք, որ ես շատ չափ անցնում եմ, ամեն օր զորավարժություններ անցկացվում են Թուրքիայի բանակի հետ։ Նախիջևանում, այլ վայրերում ամեն օր տարբեր բանակի ստորաբաժանումները, տարբեր ոլորտի հարցերի հետ կապված։ Բայց մեզ մեղադրում են։
շատ մտահոգեց ինձ այսօրվա հայտարարությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության, որ իբր մենք Տավուշի ուղղությամբ զինադադարը խախտել ենք։ Համոզված եմ հիմա ձեզ մոտ առաջացնում է հարց. Պարոն Գրիգորյան, բայց էսա մի ամիսա դուք էլ ասում եք, նշում եք, որ Ադրբեջանը անդադ մեզ մեղադրում է, մենք անընդհատ արդարանում ենք, հերքում ենք իրանց մեղադրանքը, որ իբր մենք Սյունիքում կրակում ենք, իբր մենք Գեղարքունիքում կրակում ենք։ Բայց ոչ մի անգամ Ադրբեջանը չի մեղադրել մեզ նրանում, որ մենք կրակել ենք Տավուշի ուղղությամբ, քանի որ այնտեղ massամբ արված է դելիմիտացիան դեմարկացիա։ Ուրեմն մեր պաշտպանության նախարարությանը, մեր իշխանություններին ուզում եմ ուշադրությունը դարձնել, որ առաջի անգամ է, որ Ադրբեջանը մեղադրում է մեզ, որ մենք կրակում ենք Տավուշի ուղղությամբ։ Տավուշի ուղղությամբ արվեց massամբ դելիմիտացիա դեմարկացիա, կարծես թե այնտեղ այլ հարցեր չկան։ Հիմա Ադրբեջանը մեզ մեղադրում է։ Նորից կրկնում, երբ որ Սյունիքի մասին էր խոսքը, մենք հասկանում ենք, նախապատրաստվում են ինչ որ հարվածնել հասցնել, կետային Սյունիքով ինչ որ ճանապարհ մեզանից վերցնել, կամ Գեղարքունիքն էլ հասկանալի է։ Ինչու են ժամանակ 2022 թվի հասան ջերմուկ։ Ուզում են այնտեղից դուրս գալ վայքով դեպի Նախիջևան։ Բայց առաջի անգամը, որ Տավուշի ուղղությամբ մեզ մեղադրում ենք, որ իբր մենք կրակել ենք, զինադադարը խախտել ենք։ Դա լուրջ բան է, քանի որ այնտեղ մեր զորքերի տեղաշարժ եղել է, տեղափոխություն եղել է, մեր սահմանապահները այնտեղ անցան աշխատանքի, ինչ որ process-ներ པարզ ձեզ ասեմ, գնում են ու այդ գրեթե ի պաշտոնե արվում է, քանի որ եթե դելիմիտացիա դեմարկացիա արել ես, ուրեմն քո զորքերը հետ ես քաշում, Ադրբեջանն էլ պետք է հետ քաշեր ու սահմանապահները կանգնեն այն տեղերում, որտեղ որ դելիմիտացիա դեմարկացիա արված էր ու ինչքան գիտեմ դա արվել է երկու կողմից էլ Հայաստանի ու Ադրբեջանի, բայց հիմա քանի որ այդ մեղադրանքները կան, մտավախություն կա, կարող է իրանք զորքերը մոտիկացրել են ու նաև այնտեղ պլանավորում են ինչ որ գործ անել, ուղղակի այս վերջի հայտարարության Ադրբեջանի այսօրվա պաշտպանության նախարարությանը, որ իբր մենք Տավուշի ուղղությամբ կրակել եմ, այս ուշադրությունը ես խնդրում եմ, որ մեր իշխանությունները դարձնեն։ Մյուս հարցը։ Գիտեք, ես պարբերաբար ձեզ ներկայացնում եմ ոնց են պետությունները, միջազգային կազմակերպությունները պաշտպանում իրենց շահերը։ Իրոք Տրամպի քաղաքականությունը շատ բարդ է, մեկ-մեկ ես էլ դժգոհություն արտահայտում են, զարմանալի է, բայց դա քաղաքականությունը։ Տրամպը բարձրացնում է ամեն օր մաքսատուրքերը Չինաստանի նկատմամբ, Չինաստանը Տրամպի նկատմամբ, Միացյալ Նահանգների, նույնը Եվրոմիությունն էլ պատասխանեց Միացյալ Նահանգների պահանջներին կոշտ մաքսատուրքեր ամերիկյան ապրանքների համար բարձրացրեց։ Բայց հետո պետք է ինչ-որ բան արվի, չէ՞։ Ու ստեղ եւ ճկունություն ցուցաբերում են պետությունները ու կազմակերպությունները։ Դուք գիտեք, որ Եվրոմիությունը եւ Չինաստանը այս վերջի օրերը տանում են լուրջ բանակցություններ, ոնց պատասխանել այս ապակառուցողական առևտրի ոլորտում դիրքորոշմանը Միացյալ Նահանգների, քանի որ Չինաստանը եւ Եվրոմիությունը ունեն մեծ շուկա, մեծ տնտեսական հզորություն ու իրանց պատասխանը ցավոտ կլինի Միացյալ Նահանգների համար։ Եթե առանձին պատասխանել մեկ բան կլինի, եթե համատեղ հուշկու հարված կլինի այդ Տրամպի նկարտումներին, բոլորին չոքացնել, չգիտեմ ինչ անել։ Ավելին Եվրոմիությունը ու Չինաստանը արեցին համատեղ հայտարարություններ, որի համաձայն իրանք մեղադրում են Միացյալ Նահանգներին, որ շուկայական հարաբերությունների, շուկաների, ազատ շուկաների խաղի կանոնները խախտում են։ Համաշխարհային առևտրի կազմակերպության խաղի կանոնները խախտում են։ Ուրեմն այդպես չի էլի, որ Տրամպը ինչ ուզենա անի, ում ուզենա նսեմացնի։
Այդպես չի, այդ սխալ քաղաքականություն է։ Նեղացնել մարդկանց պետք չի բոլորին, բոլոր երկրներին։ Շատ հետաքրքիր է, որ Տրամպի քաղաքականությանը քայլ առ քայլ սկսեցին պատասխանել ներսում Միացյալ Նահանգներին։ Դուք հիշում եք, երեք ես դες ասեցի, որ ամենահայտնի ֆինանսիստները զգուշացնում են, որ այս Տրամպի առևտրի ոլորտում պատերազմը կբերի լուրջ հետևանքների Միացյալ Նահանգների ներսում։ Ես մի վերլուծության մասին մի երկու խոսք ասեմ, որ դուք հասկանաք, որ շատ լուրջ է վիճակը։ Նույն Միացյալ Նահանգների համար։ Հիմա Տրամպը, քանի որ Չինաստանի ապրանքների վրա, որոնք մտնում են Միացյալ Նահանգներ, դրեց 125%-ից թե ավել մաքսատուրքեր, բարձրացրեց 125%-ով, 125%-ով։ Ավտոմատ Apple-ը, այդ ընկերությունը համաշխարհային ահամբավ ունեցող iPhone-ները Չինաստանում արտադրող հայտարարությանը հանդես եկավ ու իրանց մասնագետները ուսումնասիրել են իրավիճակը։ Իրանք ասում են, լավ, մենք կբացենք արտադրությունը iPhone-ների կամ կտեղափոխենք դեպի Միացյալ Նահանգներ, ինչը ուզում է Տրամպը, որ աշխատատեղեր բացվեն, բայց իրենց հաշվարկացույց է տալիս, որ iPhone-ները $1000-ից գները iPhone-ների կբարձրանան մինչև $3,500։ Հաշվարկները շատ հասարակ են։ Առաջինը աշխատաուժը, բաժը աշխատուժը Չինաստանում բավական բարձր մակարդակի է, բայց բավարարվում է ցածր աշխատավարձներով, Միացյալ Նահանգներում այսևի ցածր աշխատավարձներով ոչ ոք չի աշխատի, ուրեմն աշխատուժի գործոնը կբարձրացնի գինը, բայց իրանք ասում են դա էլ գլխավորը չի, իրանք ասում են Չինաստանում, որ հավաքվում են iPhone-ը, մի մասը շատ կարևոր բաղադրիչների iPhone-ների դետալները, մասնիկները արտադրվում են Թայվանում, Վիետնամում, այլ ասիական երկրներում, ու ուրիշտեղ չեն արտադրում, չիպեր, դիսպլեյներ, բատարեաներ, ու այդ ամեն ինչը հավաքվում է Չինաստանում։ Ու այդ գծերը, տրանսպորտային ուղիները կայացած են։ Եթե դու տեղափոխում ես Միացյալ Նահանգներ, դա շատ կթանկանա։ Ու բացի դրանից, աշխատուժը պետք է սովորացնել։ Այդ բարդ աշխատանք է, պետք է դասընթացներ անցկացնես 100,000-ավոր մարդկանց համար։ Ու իրենց հաշվարկները ցույց են տալիս, որ 3.5 անգամ iPhone-ների գինը այդ դեպքում կբարձրանա։ Ես միշտ ասում եմ, որ մենք էլ պետք է սովորենք, massամբ անում ենք քայլեր, ես դա ողջունում եմ, բայց դա բավարար չի։ Մենք էլ պետք է սովորենք ռեալությունների արձագանքել։ Օրինակ, եվրոպացիք հիմա պատրաստում են ու անում են քայլեր իրենց պաշտպանության համակարգը ստեղծելու Եվրոմիության շրջանակներում։ Քանի որ իրենց մոտ մտավախություն կա, որ մոտ ուղակի շաբաթներս, ամիսներս Միացյալ Նահանգները մի մասը իրենց զորքերի արևելյան Եվրոպայից դուրս են բերելու, քանի որ գնում են Ռուսաստանի հետ բանակցություններ, ու այդ բանակցությունները պարզա Եվրոպան հետևում է ու այդ վտանգները կան։ Դա է պատճառը, որ հիմա եվրոպացիները եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում եւ Եվրոմիության շրջանակներում անում են լուրջ զորավարժություններ կապված իրենց անվտանգության հետ։ Առաջերտին արևելյան Եվրոպայի պետությունները եւ հյուսիսային Եվրոպայի պետությունները։ Ուրեմն մենք տեսնում ենք այդ լուրջ process-ները, որոնք գնում են, մենք էլ պետք է սովորենք, օրինակ ես երեք ողջունեցի, որ մեր կառավարությունը անցեկացրե Իրանի հետ զորավարժություններ պաշտպանելու մեր սահմանը իրանցիների հետ, պարզ է, որ մերոնք համարձակվեցին այդ քայլի գնալ, քանի որ համաձայնեցված է դա եվրոպացիների հետ նվազագույնը, պարզ է ինձ համար, բայց այդ կարևոր է, քանի որ մենք էլ պետք է մեր շահերը պաշտպանենք։ Այո, մեր տեղը Եվրոպայում է, այո, մենք ինտեգրացիա գնում ենք, բայց այս իշխանությունը օգտագործում է տերմին բալանսավորում, իսկական բալանսավորում պետք է անենք։ Ես պետք է ասեմ, որ շատ լավ է, որ Հայաստանը այս անգամ ԱՊ երկրների արտգործնախարարների նիստում Աստանայում չի մասնակցում արտգործնախարարի մակարդակով, Արարատ Միրզոյանը գնաց Անտալիա, մասնակցելու շատ մեծ ֆորումի Թուրքիայում,
այդ ֆորումի մասին էլ ես հիմա մի քանի խոսք կասեմ, մի քիչ ավելի ուշ, բայց ուզում եմ ասել, որ շատ լավ է, որ փոխ արտգործնախարարի մակարդակով կմասնակցենք Աստանայում ԱՊ երկրների արտգործնախարարի նիստում։ Պետք չի մեզ այս ԱՊ երկրներ հապկում ընդհանրապես չենք մասնակցում, սարեցրել ենք, լավ կլինի դուրս գալ, բայց նույնիսկ ԱՊ երկրները մենք ինչ ունենք այնտեղ անելու։ Ես ընդհանրապես նույնիսկ փոխարտգործնախարարի մակարդակով այնտեղ չեմ մասնակցի, բայց ողջունում եմ, որ իջեցրեցին մեր մասնակցությունը ԱՊ երկրների նիստերում։ Ես ուզում եմ ասել ձեզ, որ խնդրում եմ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, մեր YouTube-յան ալիքը ակտիվ աշխատում է, ես ձեզ շատ շնորհակալ եմ, պարբերաբար ես անունները ձեզ տալիս եմ, օրինակ չաթում ակտիվ մասնակցողների, այն մարդկանց, ով մեզ աջակցում է, այն մարդկանց, որ փայլուն հարցեր են ուղարկում, ոգևորում են մեզ այս մեր աշխատանքը շարունակելու։ Ու միշտ հիանում եմ ձեր դիպուկ հարցերին։ Մի քանիսը ասեմ, միջև անցնեմ այն, ինչ նամակ ուղարկեց Դոնալդ Տրամպը Իլհամ Ալիևին։ Իլհամ Ալիևի վերջի ժամանակվա քայլերի մասին։ Միջև նրան ասնել, ես ուզում եմ ասել։ Օրինակ, Էրիկ Ֆլեյք։ Էրիկը ինչ ասում։ Ոնց կարելի է հյուպատոսություն կապանուն բացել։ Այդ ոնց որ դու քո ներս բերես Ռուսաստանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ։ Բաքուն ֆայմեց հանել Դոմ Ռոսիա օֆիսը փակել Ադրբեջանը ֆայմեց, քանի որ հասկանում է, որ այդ լծակ է ազդելու Ադրբեջանի վրա։ Ու Ալիևը հանեց, որ Ռուսաստանը լծակ չունենա։ Հիմա մենք մտածում ենք դնենք Ռուսաստանի հյուպատոսություն կապանուն թե ոչ։ Պարզ է ոչ։ Բաբկենը, ինչ է ասում Բաբկենը։ Ինքը ասում է Ալիևը հասկանում է մենակ ուժի լեզուն։ Ես ավելին ասեմ, ընդլայնեմ այս միտքը, տարածեմ այլ բռնապետների վրա։ Բռնապետները հասկանում են մենակ կոշտ քայլեր։ Անպայման չի ուժ ֆիզիկական կամ բանակի ուժ, դա էլ իրանք հասկանում են, բայց նաև ուժ դիվանագիտական ոլորտում, քաղաքական ոլորտում։ Իրանք դրանից վախում են։ Դա է պատճառը, որ ես ասում եմ մեր կառավարության։ Մենք ձգտելով խաղաղության անպայման պետք է տեղը դնենք Ադրբեջանին ցանկացած ստին հարվածենք։ Դիվանագիտական դաշտում, քաղաքական դաշտում։ Այո, քանի որ Բաբկենը ճիշտ է, մենակ ուժի լեզուն հասկանում են բռնապետերը։ Ես նաև պետք է ասեմ, ինչ կարևոր միտք ասեց, շատ հասարակ, բայց կարևոր միտք Յուրի Վարդանյանը։ Յուրի Վարդանյանը ինչ ասում, պարոն Գրիգորյան, մեր թշնամիները օգտվում են նրանից, որ մենք պարակտված ենք։ Արցախցիներ, չգիտեմ, գյումրեցիներ, ու ես համաձայն եմ այս մտքի հետ։ Մեզ հատուկ պարակտում են։ Դա անում են հակապետական ուժերը, պրոռուսական Հայաստանի ներսում։ Դա անում է Ռուսաստանը դրսից, Ադրբեջանը դրսից։ Պարզ է, չէ՞, եթե մենք ներսից պարակտված եմ, մեզանից խլել, զիջում ստանալ շատ հեշտ է։ Օրինակ, ես ունեմ ինֆորմացիա, որ Գյումրու ընտրությունների վրա Ռուսաստանից էլ ազդել են։ Ոչ միայն պրոռուսական ուժերը ներսում պայքարում էին, չգիտեմ, Գյումրին դարձնել լենինական, չգիտեմ, բազան գովում էին։ Ոչ միայն դա, բարձեց դրսից կա։ Ես ունեմ հավաստի տվյալներ։ Շատ նման process էր, որը գնում էր Մոլդովայում, երբ որ մեծ նեստրից մարդկանց օգտագործում էին ընտրությունների ժամանակ, ստեղել դա եղել է։ Ես պետք է ասեմ, որ շատ ու շատ մարդկանց շատ շնորհակալ եմ ակտիվության համար, Նելի Հարությունյանին, Էմի Կանեդյանին, Լովա Պետրոսյանին, Արմիկ Հարությունյանին, Ռազմիկ Պողոսյանին, Էլիզա Մկրտումյանին, Ասիա Ալեքսանյանին, ինքը Բելգիայից է, Հասմիկ Պալեզյանին, Ռուբեն Մկրտչյանին, Կարինա Ջանին Հոլանդիայից ու շնորհակալ եմ Նիկա Պետրոսյանին, որը մեզ շնորհավորեց։ Նիկա Պետրոսյանը ասեց, որ 65,000 բաժանորդ անցել ենք։ Ռոմային
նաև շնորհակալ եմ։ Ուրեմն շարունակում ենք մեր այսօրվա աշխատանքը։ Շատ կարևոր է, ինչ ասեց Տրամպը։ Բոլորը ուշադրություն դարձրեցին այն նամակի վրա, որը Տրամպը ուղարկեց Ալիևին։ Այդ նամակում մեկ միտք կար, որ Թրամփը ողջունում է, որ Ադրբեջանը եւ Հայաստանը ուզում են հասնել խաղաղությանը, որ հարավային Կովկասում խաղաղություն հաստատվի, ինքը ողջունեց, նաեւ ինքը ասեց, որ ինքը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ, խորացնել այդ համագործակցությունը, ու ինքը ողջունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը։ Բայց ելի կան կարևորագույն նախադասություն, որի համաձայն Դոնալդ Տրամպը ասեց Ալիևին, որ ինքը շատ բարձր է գնահատում բարեկամական հարաբերությունները Իսրայելի եւ Ադրբեջանի։ Ու ակնհայտ է դա, որ Ադրբեջանը շատ նուրբ է օգտագործում իր ռազմավարական համագործակցությունը Իսրայելի հետ։ Հենց հիմա Ադրբեջանը սկսեց երկխոսություն Միացյալ Նահանգների հետ, Տրամպի Միացյալ Նահանգների, ինչի շնորհիվ, հենց Իսրայելի միջամտության շնորհիվ։ Ու իրոք Ալիևը ակտիվ է, գիտեք, Իսրայել-Թուրքիա շատ սրվեցին հարաբերությունները, գիտեք, Սիրիայում հնարավոր Թուրքիայի ռազմաբազայի տեղակայման հետ կապված, Իսրայելը ասում է կհարվածենք, միանշանակ պատերազմ կսկսի, ու Միացյալ Նահանգները պարզ է միանշանակ կանցնեն Իսրայելի կողմ, Թուրքիան մտավախությունների մեջ է, ու Ադրբեջանը, քանի որ ունի ռազմավարական հարաբերություններ Թուրքիայի հետ ու շատ լուրջ համագործակցություն Իսրայելի հետ, դարձավ միջնորդ։ Փորձագիտական, տեխնիկական խմբերը հանդիպեցին Բաքվում երեք։ Արդյունքը գլխավորը նա է, որ իսրայելցիք ասեցին չեն հանդուրժի ռազմաբազա թուրքական Սիրիայում։ Ես պետք է ասեմ, որ նաև Իլհամ Ալիևը գնում է Անտալիա, այսօր սկսվում է 3 թե 4 օրվա մեծ ֆորում է, Իլհամ Ալիևը գնում է կմասնակցի այդ մեծ Անտալիայի ֆորում, որ դուք պատկերացնեք մասշտաբը մոտ 5000 մարդ կմասնակցի, պաշտոնական պատվիրակություններ 150 երկրներից, 18 երկրների առաջի դեմքերը կլինեն, այդ հայտնի ֆորում է, դուք հիշում եք այդ ֆորումում նաև մերոնք սկսեցին մասնակցել վերջի 2 տարիը, ցանկացած դեպքում Արարատ Միրզոյանի մասնակցությունը ճիշտ է, ինքը պլենար նիստում դեպարզա այդ մեծ ֆորում է, տարբեր նիստեր, զուգահեռ նաև կանցկացվեն պլենար, ու պլենար նիստում ինքը ելույթ կունենա Ադրբեջանի, Վրաստանի արտգործնախարարների հետ, այդ նիստը նվիրված կլինի Հարավային Կովկասի համագործակցության հետ, ապագայի հետ։ Ես մի առաջարկ ունեմ մեր կառավարության ու Արարատ Միրզոյանի։ Այո, համոզված եմ, որ դուք պետք է ուղարկեք մեսիջ խաղաղության, պատրաստականության, որ մենք կստորագրենք խաղաղության պայմանագիրը, պատրաստ ենք, այս պահին պատրաստ ենք, ստիմուլ տակ, որը Ադրբեջանին ստիպեն, որը ստորագրին, բայց անպայման ելույթի մեջ պետք է լինեն մի քանի կծու խոսքեր Ալիևի քաղաքականության նկատմամբ։ Նախապայմանները, որ Ալիևը դնում է, սպառնում է մեզ, անպայման դու պետք է այդ մեծ ֆորումին, հենց Անտալիայում ասեց, որ մենք մտահոգված ենք։ Մի կողմից պատրաստել ենք խաղաղության այդ փաստաթուղթը, համաձայնեցրել ենք, մյուս կողմից Ալիևը նոր նախապայմաններ է դնում ու պետք է ասես, որ ինչի եք դնում նոր նախապայման, ստորագրենք, առաջ գնանք։ Էդ էլ մենք ինչ որ նոր բաների հետ էլ բացասում ենք, որ համաձայն ենք։ Միտքս ինչու՞մ է, անպայման մենք պետք է ատամները ցույց տանք։ Չսրենք հարաբերությունները, չգնանք էսկալացիայի, լեզվակռվի։ Դրական ասում ենք, որ պատրաստ է համատեղ համաձայնեցված տեքստը խաղաղության պայմանագրի Ադրբեջանի հետ, բայց միաժամանակ ասում ես, որ ձգձգում է հենց Ադրբեջանը։ Այն խայտարակ ելույթի մասին ասում ես Ալիևի, որ ինչ որ հայկական ֆաշիզմի մասին է խոսքը, անպայման ասում ես հայերի վերադարձի իրավունքի մասին Արցախահայերի։ Դա կթույլատնի դիրքերը
Ադրբեջանի, դա կստիպի Ադրբեջանին ավելի համեստ պայել, քանի որ այդ ֆորումը Թուրքիայում է ու խոշոր ֆորում է։ Իմիջիայլոց Իլխամ Ալիևը լկտի պահում է ոչ միայն մեր նկատմամբ։ Դուք գիտեք, Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ այդ կառավարության ղեկավարը Եվրոմիության, Եվրոխանձնաժողովի ղեկավարը, կարևորագույն դեմքերից է Եվրոմիության, հայտարարեց, որ մենք կողմ ենք ու հորդորում ենք Ադրբեջանին, Թուրքիային բացել սահմանները Հայաստանի հետ, որ սկսի համագործակցությունը։ Նաև Հարավային Կովկասը դառնա տրանզիտ տեղ Եվրոպա դեպի կենտրոնական Ասիա։ Ալիևը ասեց, քիթը չի խոթես այդ քո գործը չի Հարավային Կովկասը։ Մենք ստեղ կլուծենք հարցերը հայերի հետ։ Ուրեմն այդ ամեն ինչի մասին մենք պետք է չմոռանանք։ Հիմա ես ուզում եմ ասել, որ ես խոստում տվեցի նաև այլ հարցեր շոշափել, դա կանեմ վաղը, այսօր ավարտում եմ իմ ելույթը ու կոչ եմ անում մեր կառավարությանը շարունակել այդ գիծը խաղաղության պայմանագիր ստորագրելու, խաղաղության օրակարգի գիծը, բայց միաժամանակ անպայման տեղը դնել Ադրբեջանին, երբ որ ստերը տարածում, երբ որ սպառնում է, մենակ դա խելքի կբերի Ալիևին։ Մենակ դիմումը միջազգային քրեական դատարան հանցագործությունների հետ կապված, որը կատարել է Ադրբեջանի ղեկավարությունը 2023 թվին հայերին հանելով էթնիկ զտում անելով Արցախահայերի եւ 2022 թվի ագրեսիա Հայաստանի դեմ ուղված։ Միայն երբ որ այս դեպի քայլեր անես, Ալիևը կստորագրի։ Միջ նոր հանդիպումներ։